Կահիրեում Հայաստանի դեսպանությունում արդեն 3 օր գործող թեժգծին զանգահարել է շուրջ 60 Հայաստանի քաղաքացի։ Հունվարի 25-ից հետո Հայաստանից դեպի Եգիպտոս չարտերային չվերթ, մասնավորապես Շարմ էլ-Շեյխ, չի իրականացվել։ Այս պահին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում է գտնվում հունվարի 25-ի չարտերային չվերթով Եգիպտոս մեկնած 164 հայ զբոսաշրջիկ, որոնցից ոչ մեկը ժամանակից շուտ վերադառնալու ցանկություն կամ պահանջ դեռևս չի հայտնել։ Մեր օֆիսի հետ, որը Շարմ էլ-Շեյխում է գտնվում, ենք անդադ կապի մեջ ենք, չնայած ցավոք ինտերնետ նրանք նույնպես այնտեղ չունեն, խնդիրներ կա, բայց ամենայն դեպս հեռախոսով կարող ենք անդադ կապնվել եւ թարմ ինֆորմացիա ստանալ։ Եգիպտոսի իշխանությունները զորք են մտցրել Շարմ էլ-Շեյխ զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելու նպատակով, ասում է Նարինե Դավթյանը, հավաստիացնելով, որ եթե զբոսաշրջիկները հյուրանոցի տարածքից դուրս չգան, նրանց վտանգ չի սպառնում։ Կուրորտային այսպես շրջաններ միշտ ավելի պաշտպանված են, քանի որ ղեկավարությունը միշտ ավելի շատ ուշադրություն է դարձնում տվյալ պահին օտարազգի քաղաքացիներին, որովհետև դա արդեն դառնում է ավելի առաջնային խնդիր։ Հայաստանից Եգիպտոս հաջորդ չարտերային թռիչքը նախատեսված է փետրվարի 5-ին։ Նարինե Դավթյանը չի բացառում, որ գնված փաթեթները վերադարձնել ցանկացողներ հնարավոր է լինեն։ Բայց ինձ թվում է, որ այնուամենայնիվ կլինեն նաև ցանկացողներ, որոնց վրա այդքան չի անդրադառնա այդ դրությունը։ Մանավանդ հայերի համար կարող է հակառակը ինչ-որտեղ ավելի հետաքրքրություն առաջացնի։ Արտգործնախարարության տվյալներով այս պահին Եգիպտոսում է գտնվում Հայաստանի մոտ 200 քաղաքացի, նրանցից 30-ը Կահիրեում։ Վիրավորների եւ զոհերի թվում հայեր կամ Հայաստանի քաղաքացիները բարեբախտաբար չկան։ 2007 թվականից Ստեփանակերտում գործող Արցախ ֆրուտ պահածոների գործարանը, որի պահածոները հիմնականում արտահանվում են, արտադրում է բացառապես Ղարաբաղյան պտուղներից, կանաչիներից, մրգերից եւ բանջարեղեններից պատրաստված պահածոներ ու մուրաբաներ։ Պահածոների տարանների վրա գործարանի հասցեն նշված է քաղաք Ստեփանակերտ, ինչն էլ հարուցել է ադրբեջանական ղեկավարության զայրույթը։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանում բնակվող ադրբեջանական համայնքին կոչ է արել բայկոտել այս ընկերության արտադրանքը։ Եթե ավելացնենք ԼՂՀ-ն, ավելի մեծ դժվարություններ կլինի մեզ համար։ Իսկ ես համարում եմ, որ կարևորը մենք մեր արտադրանքը կարող ենք իրացնել, քանի որ Արցախ ֆրուտ անունը արդեն ասում է, որ դա Արցախից է։ Ադրբեջանի արտգործնախարարությունը վերջերս բողոքի նոտաներ է ուղարկել մի շարք երկրների համապատասխան կառույցների, պահանջելով արգելել Ղարաբաղյան արտադրանքի վաճառքը, սակայն Ղարաբաղյան պահածոները շարունակում են հաջողությամբ իրացվել։ Լոռու մարզի փախստականներով բնակեցված Ղուրսալի գյուղում դեռ անտուն փախստականներ կան, թեև 22 տարի է անցել նրանց բռնագաղթման ժամանակից, բայց Լոռիում շուրջ 200 փախստական ընտանիքի բնակարանային հարցը շարունակում է չլուծված մնալ։ Հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով Ադրբեջանից բռնագաղթած հայերը տնավորվեցին ադրբեջանաբնակ Ղուրսալիում ադրբեջանցիների լքած տներում, սակայն 1988-ի երկրաշարժից տները քանդվեցին ու փախստականները կրկին մնացին անտուն։ Անցած տարիների ընթացքում միջազգային տարբեր կազմակերպությունների ջանքերով Ղուրսալիում 65 տուն կառուցվեց։ Մինչդեռ 2005 թվականից հետո ծրագրեր այլևս չեն իրականացվել ու 12 ընտանիքի բնակարանային հարցը մնացել է չլուծված։ Ձեր կինը պատմում է, թե տեղումներից տնակը ողողվում է ջրով։ Մի քանի անգամվա նորոգումներն այլևս չեն օգնում։ Գիտես, էսի տուն չի է, վիրեսյան անձրև որ եկավ կատում։ Ես դոմիկն էլ ուրիշի է, ես էլ փախստակ ասեմ տեղաշորին էլ վերացախի, տոլ առա, տոլն էլ չպահեց։ Ամեն տարի տանգրատ ենք դնում, բարձնում, կարմար ենք դնում։ Ինչն է, հատակը նստում է։ Հատակը նստում է, պատերն էլ է պթեմ, նայս էլ Գյուղապետարանում ասում են, թե ուր ասես չեն դիմել նախարարություններից մինչև նախագահ, բայց պատասխանն անորոշ է եղել։ Գյուղապետարանի քարտուղար Նիկոլայ Ոսկանյանն ասում է, թե 2002 թվականին, երբ տներ էին կառուցվում, այն փախստականները, ովքեր այդ պահին հանրապետությունից դուրս էին, տների հերթացուցակից դուրս մնացին։ Ադրբեջանից Ղուրսալի տեղափոխվեց 300 փախստական ընտանիք, նրանց մի մասը շուրջ 100-ը հեռացան գյուղից, ոչ ապրուստ կա, ոչ էլ նորմալ կենցաղ։
Եգիպտոսում իրադրությունը փոխվում է շատ արագ։ Սոցիալական ապստամբության հուժկու ալիքը ցնցել է ողջ պետական համակարգը։ Ոստիկանությունը դաժան բռնարարքներ գործադրելուց հետո ընդդիմության ցուցարարների հետ բախումներում ըստ էության տանուլ տվեց եւ նահանջեց։ Փողոցները վերահսկում են բանակը եւ քաղաքացիական խմբերը։ Կահիրեի Թահրիր հրապարակում, որը թարգմանաբար նշանակում է ազատության հրապարակ, հազարավոր ցուցարարներ շարունակում են պահանջել Մուբարակի հրաժարականը։ Ընդդիմությունը խոստանում է ավելի քան 1 միլիոն մարդ դուրս հանել Կահիրեի փողոցներ։ Երեքշաբթին կարող է դառնալ այն որոշիչ օրը, երբ պարզ կդառնա արդյոք Հոսնի Մուբարակն վիճակի է պահել իշխանությունը, թե ոչ։ Բանն այն է, որ ընդդիմությունը կոչ է արել երեքշաբթի օրը համազգային գործադուլ կազմակերպել եւ 1 միլիոն մարդ դուրս բերել փողոցներ։ Ընդհանուր առմամբ իհարկե առայժմ որոշիչը բանակի դերն է։ Բանն այն է, որ առայժմ թե ընդդիմությունը եւ թե իշխանությունները փորձում են զինված ուժերը իրենց կողմը գրավել, որոշակի ոստիկանական ֆունկցիաների վրա բանակը այնուհանդերձ վերցրել է եւ այսօր առավոտյան արգելապատնեշներ է կառուցել Թահրիր հրապարակի շուրջ, փորձելով թույլ չտալ ցուցարարներին մուտք գործել հրապարակ, սակայն դա նրան չի հաջողվել։ Եվրոպայի վերջին դիկտատորը Ալեքսանդր Լուկաշենկոն կանգնած է ծանր պատժամիջոցների վտանգի առջև։ Ակնկալվում է, որ պաշտոնական Բրյուսելը այսօր հերթական անգամ մուտքի արտոնագրից կզրկի եւ այսպես ասած սև ցուցակում կընդգրկի Բելարուսի ավելի քան 150 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին, նրա երկու ավագ որդիներին, մերձավոր դաշնակիցներին եւ ուժային կառույցների ղեկավարներին։ Քննարկվում է նաեւ Եվրամիությունում նրանց ակտիվները սառեցնելու, ինչպես նաեւ Բելարուսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ кирառելու հնարավորությունը։ Ваши действия незаконные, я буду вынужден к вам применить административные меры. Понятно? Чем они незаконны? Это уже есть пикет. И садитесь в проезжей части. Корреспонденты, отойдите туда. Вы сами их сталкиваете на проезжую часть. Отойдите туда, пожалуйста. Եվրոպացիները չեն թաքցնում, որ բավական խիստ այս պատժամիջոցները կարող են վերանայվել, եթե Մինսկը համաձայնի ազատ արձակել դեկտեմբերի 19-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո ձերբակալված տասնյակ ընդդիմադիր գործիչներին։ Պաշտոնապես Լուկաշենկոն ընդդիմանում է եւ սպառնում է նոր պատժամիջոցների դեպքում հանդես գալ պատասխան գործողություններով, ակնարկելով մասնավորապես, որ դեպի Եվրոպա հոսող ռուսական գազի մի մասն անցնում է հենց Բելարուսի տարածքով։ Չնայած այս սպառնալիքներին, այդուամենայնիվ իրականում փորձագետների եւ վերլուծաբանների համոզմամբ Լուկաշենկոն փորձում է մեղմել քաղաքականությունը եւ շահել եվրոպացիների սիրտը։ Հենց այդ նպատակով թերևս 40 օր անազատության մեջ պահելուց հետո վարչակազմը նախորդին որոշեց կեսգիշերին գրեթե լիակատար խավարի մեջ մեկուսարաններից ազատ արձակել ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների։ Երկը դժվար է ասել, թե վերջիններս ազատ են արձակվել, նրանք ընդհանրապես դուրս են եկել ազգային անվտանգության ծառայության մեկուսարաններից եւ փոխարեն դատապարտվել տնային կալանքի, առանց լրատվամիջոցների հետ շփվելու, հեռախոսների եւ կապի այլ միջոցներից օգտվելու հյուրեր ընդունելու իրավունք։ Ընդդիմությունը պնդում է, որ այս քայլերը անկեղծ չեն եւ իրականում Եվրամիության աչքին թոզ փչելու նպատակ են հետապնդում։ А что вы их машины Ничего себе! Вы поаккуратнее, с людьми. Նշենք, որ պաշտոնական Բրյուսելը Մինսկի նկատմամբ բավական խիստ պատժամիջոցներ էր սահմանել նաև 2006 թվականի նախորդ նախագահական ընտրություններից հետո։ Եվս մի ոչ պակաս անողոք դիկտատոր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայևը ցանկանում է հավերժացնել իր տիրապետությունը էներգառեսուրսներով հարուստ այս միջինասիական երկրում։ Նազարբայևը դեռևս խորհրդային Ղազախստանի ղեկավարն էր, նա ընտրվեց Ղազախստանի նախագահ խորհրդային միության փլուզումից հետո եւ մինչեւ հիմա փաստորեն շարունակում է նախագահել ավելի քան 20 տարի։ Վերջերս նրա աջակիցները առաջարկել են երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը, սակայն Ղազախստանի առաջնորդը այսօր հանդես եկավ մի նոր շատերի համար անակնկալ առաջարկով։ Այսօր ելույթ ունենալով Ղազախստանի հեռուստատեսությամբ նա հայտարարել է, որ առաջարկում է անցկացնել նախագահական վաղաժամկետ ընտրություններ, թեպետ նա դեռ կարող է նախագահել մինչև 2012 թվականը։ Հիշեցնենք նաև, որ նա արդեն մեկ անգամ հանրաքվեով երկարաձգել էր իր լիազորությունների ժամկետը։ Այս անգամ առաջարկվեց, որ նա հանրաքվեի ներկայացնի հարցը, նա այդ նախաձեռնությունը շատերի համար անսպասելիորեն մերժել էր։